մասնակցում ենք թիվ 4 քվեաթերթիկի ներքո։ Մեր գլխավոր քաղաքական նպատակը իշխանափոխությունն է, նախ Վաղարշապատում, ապա ամբողջ Հայաստանում։ Այս իշխանությունները բերել են պատերազմ, պարտություն, ավեր, ողբերգություններ։ Մենք ձեզ կոչ ենք անում մերժել քաղաքացիական պայմանագրին և նրան կցվածներին և ձայնը տալ Մայր Հայաստանին, որպեսզի մենք կարողանանք կյանքի կոչել մեր այն ծրագրերը, որը ներկայացրել ենք ձեր դատին։ Իշխանությունները արդեն գնում են իրենց հոգեհարազատ կեղծիքների ճանապարհով, անխնա օգտագործում են վարչական ռեսուրսը, դիմում են ճղճին քայլերի, որոնցից մեկ այն է, որ երբ որ պարզում են, որ այս կամ այն քաղաքացին մեր կողմնակիցն է, նրան կամ նրա բարեկամներին սկսում են նեղել, սպառնում են, որ աշխատանքից կհեռացնեն կամ արդեն իսկ հեռացնում են։ Սրանք լկտիություններ են, որոնք մերժվում են մեր կողմից և մենք քաղաքացիներին կոչ ենք անում։ Եթե զգում եք, որ սրանք ձեր դեմ վիրտուժ են կիրառելու, այդ պահին կարող եք ցույց տալ, որ մեզ եք քվեարկում։ Բայց ամենակարևորը, երբ նոյեմբերի 16-ին հայտնվեք քվեախցիկի առաջ, մերժեք այս թրքահաճո և ադրբեջանամետ իշխանություններին ու ձեր ձայնը տալով Մայր Հայաստան կուսակցությանը դրեք դրական փոփոխությունների հիմքերը։ Մի վախեցեք, մի ընկրկեք, մի հիասթափվեք, մի հուսահատվեք, սրանք իրենք են վախեցած, իրենցից պետք չէ վախենալ։ Մենք ծանոթ ենք ձեր բոլոր խնդիրներին, որոնք վերաբերում են ինչպես Արշալույսին, այնպես էլ Վաղարշապատի մյուս գյուղերին և որոնք վերաբերում են նաև հանրապետությանը։ Մենք ծանոթ ենք ձեր մտահոգություններին, գիտենք բոլոր այն խնդիրները, որոնք ձեզ հուզում են։ Մենք ունենք լուծումներ, այդ լուծումները ինչպես տեղական, այնպես էլ համապետական նշանակություն ունեն։ Շատ կարևոր է ձեր ակտիվ մասնակցությունը ընտրությանը։ Սրանք հույսը դրել են ընտրակեղծիքների, վարչական ռեսուրսի և այլ ապօրինի հնարավորությունների վրա։ Մեր պատասխանը, բոլորիս պատասխանը պետք է լինի ընտրությանը ակտիվ մասնակցելով կանխել ընտրակեղծիքները, ակտիվ մասնակցության պարագայում սրանք ծնկի են գալու ձեր առաջ։ Սիրելի արշալույսցիներ, դուք նոյեմբերի 16-ին նոր արշալույս պետք է բացեք Վաղարշապատի գլխին, որը հետագայում նաև կտարածվի ամբողջ Հայաստանով։ Վաղարշապատը դարձել է Հայաստանի քաղաքական մայրաքաղաքը, որովհետև այստեղ ոչ միայն տեղական, այլ նաև համապետական խնդիրներ են լուծվելու։ Շատ կարևոր է, որպեսզի մենք մերժենք քաղաքացիական պայմանագիր կոչված խունտային, դրանով իսկ պաշտպանելով մեր հայ առաքելական սուրբ եկեղեցին, պաշտպանելով սահմանին կանգնած զինվորին, պաշտպանելով մեր հանրապետությունը, որովհետև սրանք խաղաղություն են խոստանում ու պատերազմ բերում, խաղաղություն են խոստանում ու պարտություն բերում։ Մենք պետք է մերժենք այս ստախոսների, թալանչիների, կոռումպացվածների իշխանությունը և բացենք նոր էջ մեր պատմության մեջ։ Սիրելի Վաղարշապատցիներ, սրանք աշխարհարության են գնացել, մտածելով,
որ խոյի բնակիչների ձայները իրենց գրպաններում են, հետևաբար պետք է միացնել էջմիածնին, որպեսզի խոյի ձայներով կարողանան կոմպենսացնել էջմիածնի իրենց գերցածր վարկանիշը։ Այս ամենից ելնելով, դուք պետք է ձեր քաղաքական ապտակը տաք այս ապիկարներին, ցույց տալով, որ ոչ թե խոյն է իրենց գրպանում, այլ դուք ձեր գրպաններից պետք է դուրս շպրտեք քաղաքացիական պայմանագրի։ Սրանք բերում են թանկացումներ և թալան։ Ձեր գրպանը մտել են և ջերմոցների հետ կապված, և մյուս հարցերի հետ կապված։ Եթե Աստված մի արասցե սրանք վերարտադրվեն, ապա թանկացումները մտնելու է յուրաքանչյուր տուն ու յուրաքանչյուրի գրպան։ Ուրեմն դուրս շպրտեք ձեր գրպանից այդ թալանչիներին, այդ ադրբեջանահաճո իշխանություններին և իմացեք, որ Մայր Հայաստանը քաղաքացիական պայմանագրի թիվ 1 գաղափարական ընդդիմախոսն է։ Մեր կարգախոսն է միացին, որ փոխենքը, մենք միայնակ անզոր ենք, մենք կարող ենք միայն ձեր օգնությամբ սիրելի քաղաքացիներ, Արշալույսի հարգելի բնակիչներ, միայն ձեր քվեի ուժով հնարավոր կլինի հասնել փոփոխությունների և մենք համոզված ենք, որ այդ ուժը մենք ստանալու ենք ձեզանից։ Միացիր, որ փոխենք։